Ուրեմն մի քանի տարի առաջ ես ունեմ մեջքի խնդիր։ Այնպիսի խնդիր, որ ես ես չեմ կարողանում իմ քաշը պահել, չեմ կարող կանգնեմ նորմալ։ Վնասվել եմ մեջ։ Քնած են գիշերը, ժամը 5-ն է, այն ամենալավ քունն է, չէ՞ մարդու առավոտվա 5-ի կողմը։ Մեկ էլ ծովիկը գոռաց երկրաշարժ, գիտեք ոնց եմ արթնացա։ Այսինքն մի անգամից նստել եմ, քնած եմ, ֆիքսում ենք դա։ Մեջքի խնդիր։ Արագ մեջքի խնդիր ունեմ։ Վեր եմ կացել մի անգամից կանգնել, վազել եմ երեխեքիս սենյակ։ Նու այդ ժամանակ մեծս երևի 12-13 տարեկան էր, փոքրս 6 կամ 7։ Մեծից սենց գցում եմ շալակս, փոքրից սենց գրկում եմ, ես մեծից գլուխը սենց գնում գալիս է, չի հազում, նայում է ինձ։ Շատ հասակով բոյով։ Հիշեք մեջքի խնդիր էլ, այսինքն դու լրիվ եթե առողջ ես, դժվար է այդքան բան անել։ Սենց գցում եմ շալակս ու վազում եմ դեպի դուռը, այդ ընթացքում նայում եմ, էլի, տեսնեմ, նայում եմ, բան չի դղրդում, ոչ մի բան չկա։ Դուռը բացում եմ, հիշում եմ, որ բան եմ մոռացել, կնոջս, սիրելի կնոջս եմ մոռացել, երեխեքս գիրկս են։ Սենց պտտվում եմ, որ տենամ ծովիկ, ուր ես ծովիկ, ու ոչ մի բան չեմ վերցրել, ֆիքսում ենք ու քնած, կիսաքնած։ Նայում եմ մեր ննջասենյակի դռան մոտ կանգնած, շրթունքների մի քիչ առաջ նայում է ինձ։ Ասեմ ծով արի ու նայում եմ, սենց նայում եմ, չի դղրդում, մեկ էլ ասեց կյանք, ոնց որ երազ եմ տեսել։ Այս մեծս, այս ուսիցս գցում եմ գետնին, փոքրիս եմ գցում, երեխեքս ընկել են գետնին։ Ու վсё, չեմ կարող ես կանգնեմ, հիմա չոքել եմ գետնին, ուզում եմ մոտը գնամ, որ մի բան անեմ։ Չեմ էլ կարող հասնեմ իրան, հասկանում եք, որտեղ վсё